Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 19, հավատով զորացավ, Հռոմեացիներին 4:20 Սիրելի քրիստոնյա, ինչպես հարկն է հոգա սեփական հավատիդ մասին, քանի որ այն օրհնություններ ստանալու միակ ճանապարհն է։ Եթե Աստծուց օրհնություններ եք ցանկանում, դրանք մեզ վրա կհորդեն միայն հավատի միջոցով։ Աղոթքը, որից պակասում է հավատը, անպատասխան կմնա։ Հավատը հրեշտակային ավետաբեր է հոգու և Տեր Հիսուսի միջև փառքով։ Հեռացրեք այն հրեշտակին, և դուք չեք կարողանա ոչ աղոթք վեր բարձրացնել, ոչ դրան պատասխան ստանալ։ Հավատը երկինքն ու երկիրն իրար կապող հեռագրային լար է, որի միջոցով Աստծո սիրո հաղորդագրություններն այնքան արագ են փոխանցվում, որ մինչև մենք կհասցնենք կանչել, նա արդեն կպատասխանի։ Մենք դեռ խոսելիս կլինենք, իսկ նա արդեն կլսի։ Բայց եթե այդ լարը պոկվի, մենք պատասխան չենք ստանա։ Եվ եթե փորձանքի մեջ եմ, կարող եմ օգնություն ստանալ հավատով, եթե թշնամին ինձ հետապնդում է, հոգիս հավատով կթաքնվի ապաստանում։ Սակայն հանեք հավատը և զուր եմ օգնության կանչում Աստծուն։ Եվ քանի որ անհետացել է հոգու և երկնքի միջև կապը, նույնիսկ ամենախստած շունչ ձմռանը հավատն այն ուղին է, որով շարժվում են աղոթքի սահմանները, չնայած սաստիկ տառապանքին։ Բայց եթե այդ ճանապարհը փակ է, ապա ինչպես կապ կպահպանենք մեծ Ընթագավորի հետ։ Հավատն ինձ միավորում է Աստվածության հետ, հավատն ինձ զորություն է տալիս, այն դեպի ինձ է գրավում Աստծո ամենակարողությունը, դեպի իմ պաշտպանությունն է կենտրոնացնում բոլոր աստվածային ուժերը։ Այն օգնում է ինձ կանգուն մնալ դժոխքի ուժերի դեմ, հաղթանակած անցնել տապալված թշնամիներիս աճյունների կողքով։ Միթե ես Աստծուց որևէ բան կստանամ առանց հավատի։ Թող ծովի ալիքների նման կասկածողը չմտածի ինչ-որ բան ստանալ Տիրոջից, եթե չհավատա։ Քրիստոնյա, հոգա հավատիդ մասին, նրանով, որ դու կստանաս ամեն ինչ, չնայած աղքատությունդ, իսկ առանց նրա ոչինչ չես ունենա։ Եթե կարող ես հավատալ, ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է։